Հարավային Կովկասում գունավոր հեղափոխության պիոներներից մեկը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հիվանդանոցային բանտախցից ահազանգ է հնչեցնում տարածաշրջանի, մասնավորապես իր երկրի համար։ Հայաստանը խաղաղության պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ, բացում է սահմանները եւ դեսպանատները։ Նա պահանջում է նաեւ ռուսական զորքերի դուրսբերումը երկրից եւ ձերբակալել է երկրի ռուսամետ առաջատար օլիգարխին։ Ադրբեջանն արդեն դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության ոլորտից։ Այս իրավիճակում Վրաստանը մնում է լիովին խաղից դուրս, ինչը չափազանց վտանգավոր է։ Նշելով, որ առջևում Վրաստանի փրկության եւ մեծ վերածննդի ժամանակաշրջանն է, Սաակաշվիլին իր խոսքում անդրադարձել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարել. Փաշինյանը կրկնում է վրացական բարեփոխումները։ Մենք չպետք է սպասենք տարբեր քաղաքական գործիչների որոշումներին։ Ես իհարկե ինձ վրա եմ վերցնում իմ մեծ պատմական պատասխանատվությունը։ Գիտեմ, որ կարող եմ վճռորոշ դեր խաղալ Վրաստանի միավորման եւ Կովկասի մեծ միասնության գործում։ Իմ պատմական փորձի, իմ հեղինակության շնորհիվ չէ, որ ես շատ մտերիմ հարաբերություններ եմ պահպանում տարածաշրջանի գրեթե բոլոր առաջնորդների հետ։ Իսկ նրանք, ում հետ ես չունեմ սերտ կապեր, ինչպես օրինակ Փաշինյանը, կրկնում եմ մեր կողմից իրականացված բարեփոխումները, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի մեր միջոցառումները։ Սաակաշվիլին փորձում է հասկացնել, որ Միացյալ Կովկասը միասնական Վրաստանի առանցքով մոտ ապագայում կդառնա հսկայական աշխարհաքաղաքական նշանակության խաղացող համաշխարհային մակարդակով։ Սա Վրաստանի նախկին իշխանության ուղերձն էր տարածաշրջանին, իսկ ինչ տեղեկություններ են ստացվում թշնամական Ադրբեջանից։ Ադրբեջանական իշխանական քարոզչակայքերից մի ընվալը պնդում է. Մոսկվան Հայաստանի ներքաղաքական կյանքի դիրիժորն է։ Ռուսաստանը համարվում է Հայաստանում տեղի ունեցողի նախաձեռնողը, ինչպես հաղորդվել էր ապրիլի վերջին Սերգեյ Կիրիենկոն եւ նրա վերահսկողության տակ գտնվող կառույցները սկսել են վերահսկել հայկական ուղղությունը։ Իսկ մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի թիմը մշակում էր սցենարներ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների համար։ Մինչդեռ Փաշինյանի վարկանիշը շարունակում է ընկնել, միայն 15%-ն է վստահում նրան։ Վերջին ամիսներին Հայաստանում նկատվում է ռևանշիստական տրամադրությունների եւ ադրբեջանաֆոբիայի աճ, մտահոգիչ միտում, որը անմիջական սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի կայունության համար։ Ալիևյան ռեժիմի սպասարկող քարոզչակայքը հեռուն է գնում եւ ընդգծում. Բաքվի եւ Երևանի միջև հարաբերություններում դեռևս շատ խնդիրներ կան հենց Մոսկվայի պատճառով։ Այնուամենայնիվ կասկած չկա, որ Երևանում տեղի ունեցող իրադարձությունները ծրնտու են Ադրբեջանին, որտեղ ուշադիր հետևում են վերջին զարգացումներին։ Ըստ Բաքվի քարոզչամեքենայի Հայաստանում ռավանշիստական էլիտայի քաղաքական դիրքերի թուլացումը, այդ թվում հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների, նաև քաղաքական դարն ապրած Քոչարյանի եւ Սարգսյանի, նաև դաշնակցական ընդդիմության կողմնակիցների վրա ճնշումը, որոնք հետևողականորեն դեմ են խաղաղ կարգավորմանը եւ կարոտով են վերաբերվում ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակներին, Բաքվում ընկալվում է որպես դրական եւ ռացիոնալ տեղաշարժ Երևանի քաղաքական ճարտարապետության մեջ։ Մի շարք փորձագետներ արդեն ենթադրել են, որ նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև անցյալ շաբաթ Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ հիմնական հարցերից մեկը հենց գաղափարական թուրքիաֆոբիայի, որպես Հայաստանում ներքաղաքական մոբիլիզացիայի գործիքի ապամոնտաժումն էր։ Արդյոք Փաշինյանը լսեց թուրք առաջնորդի խոսքերը եւ որքանով է նա պատրաստ իրական քաղաքական վերափոխման։ Անկասկած ռևանշիստների դեմ հանրային հաշվեհարդարից հետո Փաշինյանը ստիպված կլինի կատարել եւս մեկ քաղաքական տնային աշխատանք՝ դադարեցնել Անկարայի եւ Բաքվի հետ երկակի խաղը եւ զբաղվել ռևանշիստական պատմության ներքին ապակառուցմամբ, որը ցավոք դեռևս ակնհայտ է նույնիսկ իր սեփական քաղաքական թիմում։ Զավեշտալին ու ցավալին այն է նաև, որ հոդվածագիրը համոզված է, սառույցը կոտրվել է եւ եզրափակում է։ Հիմա մնում է միայն պաշարներ հավաքել պոպկորնի համար եւ ուշադիր հետևել հայկական քաղաքական տեսարանի հետագա զարգացմանը։ Շիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։